1916 թվականի ձմռան մի օր Բուխարեստաբնակ պալճանների ընտանիքը ճամպրուկներում ամփոփելով հագուստն ու այլ համեստ ունեցվածքը դուրս եկավ տանից ու բռնեց գաղթի ճամպան։ Ընտանիքի հայրը, արհեստավոր Աբրահամ Պալճյանը, հստակ որոշել էր թողնել Բուխարեստն ու Ռումինիան, չնայած որ գործերն այստեղ վատ չէին ընթանում։ Նրա կայացրած վճռի պատճառը պատերազմն էր։ 1916 թվականին Ռումինիան ներգրավվեց Անտանտի եւ ավստրո-հունգարական ռազմաքաղաքական դաշինքի հակամարտության մեջ։ Ամբողջ Եվրոպան պատերազմի ոցերում էր եւ ամենակործանաղետն անխուսափելիորեն մոտենում էր Բուխարեստին։ Հարկավոր էր ժամ առաջ թողնել քաղաքն ու երկիրը, ապա թե ոչ, հետևանքները կարող էին կործանարար լինել։ Թերևս Աբրահամ եւ Սիրանուշ Պալճյանները չդիմեին նման քայլի ու չլքեին արդեն սիրելի ու հարազատ դարձած Ռումինիան, եթե նրանց չհամակեր տագնապը զավակի 8-ամյա Լևոն Կարապետի ճակատագրի համար։ Ինչ էր նրան սպասում այդտեղ, Բուխարեստում, եթե թշնամիները գրավեին այն ու բռնանային տեղի հայ բնակչության վրա, իսկ եթե հանկարծ քաղաք մտնեին թուրքական զորքերը, չէ որ Թուրքիան եւս մասնակցում էր պատերազմին։ Այնինչ տեղի էր ունեցել Թուրքիայում մեկ տարի առաջ եւ դեռևս շարունակվում էր 16 թվականին, Պալճյան ամուսինները շատ լավ գիտեին։ Եվ այնուհանդերձ տարօրինակ մի կանխազգացողություն մղում էր նրանց հեռանալ Բուխարեստից առանց հապաղելու։ Պալճյանների ընտանիքը ճանապարհ ընկավ դեպի Օդեսա։ Դա նման էր Աստվածաշնչում նկարագրված եգիպտոսյան փախուստին, երբ Սուրբ ընտանիքը բռնելով զրկանքներով լյուղին շտապում էր օր առաջ դուրս պրծնել ավետյաց երկրից եւ փրկել Բեթխեհեմյան մսուրում ծնված զավակին, մանկանց Հերովդեսյան կոտորածից։ Այն ժամանակ Բեթխեհեմյան աստղը ավետել էր աշխարհին փրկչի գալուստը, որով պիտի նորոգվեին աշխարհն ու մարդը։ Եվ կարծես նախախնամությունն ի սկզբանե նման ճակատագրի եւ առաքելության էր հիմա արժանացնում նաեւ փոքրիկ Լևոն Կարապետին, որպեսզի ճաշակել տալով Հիսուս մանկան առաջին զրկալից ուղին, գոտեպնդի եւ կոփի փոքրիկ հայորդու ոգին հետագա վերելքի համար։ Աբրահամ եւ Սիրանուշ Պալճյանները չգիտեին, որ հանձին իրենց մանչուկի պատերազմի ու կոտորածի աղետից էին փրկում հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկին, հավատանորոգության ապագա ուսուցչին, որ պիտի ժողովեր աշխարհով մեկ ծրված ու ուսալքված իր հոտը եւ դարձի բերեր նրան դեպի ճշմարիտ Աստծո հավատք։ Տասնյոթ դար է անցել այն օրից, երբ Գրիգոր Լուսավորիչը պայծառացած խորհրդավոր տեսիլքով այստեղ Վաղարշապատում կառուցեց հայոց նոր հավատի սրբության սրբոց Էշմիածնի մայր տաճարը։ Այստեղ հաստատելով նաև առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսական աթորանիստը։ Ու մինչև այսօր այս վեհաշուք տաճարը կանգուն է առաջվա պես։ Իսկ լուսավորչի գահը մշտարթուն հսկում է մեր հոտը մոլորության արհավիրքներից։ Բազում արժանավորներ են փոխարինել իրար այդ գահին, նրանցից ոմանց, ինչպես Վազգեն Վեհապար Հայրապետին, վիճակված էր ի կատար ածել առանձնաշնոր առաքելություն։ Իմ մգրտության ավազանի անունն է Լևոն Կարապետ Պալճյան։ Ծնվել եմ Բուխարեստ, Ռումինիա մայրաքաղաք, 1908 թվականին սեպտեմբերի 20-ին։ Վազգեն առաջին վեհապարը, որի աշխարհական անունն էր Լևոն Կարապետ Պալճյան, ծնվել էր 1908 թվականի սեպտեմբերի 20-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Մանկան ծնունդից արդեն մի քանի տարի անց 1913-ին Պալճյանների ընտանիքը այցելում է Կոնստանդնուպոլիս։ Այստեղ 4 տարեկան Լևոն Կարապետը հաճախում է Գետիկ Փաշայի ազգային մանկապարտեզ։ Հենց այդ տարիքից սկսած փոքրիկ Լևոն Կարապետի մայրը, Սիրանուշը, դառնում է իր զավակի առաջին ուսուցչուհին, որն իր մայրական կաթի հետ զավակին կրթում է մայրենի լեզվի, ազգային սրբությունների եւ հայ եկեղեցու անզուգական հավատքի նկատմամբ նվիրումի ոգով։ Վեհապար Հայրապետի կենսագրությունից, որը ինքն է շատ հաճախ պատմել տարբեր առիթներով, ինքն է թղթին հանձնել,
Տեղեկանում ենք, որ իր նախնական կրթությունը ստացել է իր ընտանեկան հարկում, մոր խնամակալ հոգացության ներքո, եւ ոչ միայն կրթություն է ստացել իբրև անհատ, ձևավորելով իր գիտակից կերպարը, այլև հայրենասիրության առաջին սերմերն են ընտանեկան հարկում սերմանվել նրա հոգում, այն սերմերը, որոնք ծլարձակելով հայրապետի կյանքում նրան պիտի առաջնորդեին Սուրբ Էջմիածին եւ հայրենիք։ 1914 թվականի գարնանը Լևոն Կարապետը իր ծնողների հետ վերադառնում է Ռումինիա, ուր հաճախում է տեղի հայկական ազգային մանկապարտեզ։ Սակայն 2 տարի անց Պալչյանները դարձյալ լքում են Բուխարեստը, այս անգամ արդեն փախչելով պատերազմի բոտից։ Ավանդաբար կաղանդի գիշերը գոնե մեր կողմերը իմ ծնողներս ասում էին, որ սեղանի վրա գոնե 7 տեսակ կերակուր պետք է լինի։ Մայրս ջանք էր թափում, որ 7 տեսակ լինի, վերջապես 7 տեսակ եղավ, հաշվելով ջուրը եւ հացը, եւ այն փոքրիկ թխվածքի նման բանը, որ ռուս դրացին տվել էր գիտենալով, որ մենք չքավոր մարդիկ ենք։ Օդեսայի տարագրությունը մեծ դաս էր նրա համար։ Բազում զրկակներ ճաշակելուց ու ճանաչելուց բացի, նա սովորեց գոհանալ ու բավարարվել այն քչով, ինչ բաժին էր հասնում հանգամանքների բերումով իրեն եւ իր ընտանիքին։ Նա իր համար բացահայտեց նաեւ մարդկային բնության ամենաառեղծվածային ու զորեղագույն հատկությունը՝ կարեկցանքը, որը հետո մարմնով ու հոգով հասունացած Լևոն Կարապետ Պալչյանի համար պիտի դառնար մարդասիրության վկայություն եւ ուստի աստվածային էության հետ առնչվելու գերագույն առհավատչյա։ Կարեկցանքն ու գթասրտությունը նրա կյանքի ու գործի անփոխարինելի ուղեկիցները դարձան ու հայրապետի վախճանից հետո պիտի հավերժացնեին նրա անունը, քանզի չկար մի դժբախտություն, ցավ, կարիք ու խնդիրք, որը նա թողներ անտարբեր ու անարձագանք։ Հազար 919 թվականին Պալչյան ընտանիքը դարձյալ վերադառնում է Ռումինիա։ Առաջին համաշխարհային պատերազմի փոթորիկը հանդարտվել էր արդեն, եւ Բուխարեստը հետզհետև էր գտնում էր իր նախկին հանդարտ ու անխռով կյանքի ռիթմը։ Ընտանիքի հոր Աբրահամ Պալչյանի գործերը ված չէին ընթանում, եւ ամուսինները մտածում էին արդեն մեծացող զավակի համար պատշաճ կրթություն ապահովելու մասին։ Լևոն Կարապետն իր նախնական եւ միջնակարգ կրթությունն ստանում է Բուխարեստի նախ հայկական, ապա ռումինական պետական ուսումնական հաստատություններում։ Պատանին ջանասեր էր եւ անչափ ընդունակ։ Ուսման հանդեպ նրա ցուցաբերած ծարավն ու աշխատասիրությունը վստահություն էին ներշնչում ուսուցիչներին, որ հանձին շնորհալի այդ աշակերտի հասունանում է ապագա գիտնականն ու մտավորականը։ Հազվադեպ է լինում, երբ աշխարհի կյանքով ապրող հասուն մարդը հանկարծ որոշում է կայացնում անմնացորդ նվիրվել հոգևոր կյանքին ու եկեղեցուն։ 1928 թվականին 20-ամյա երիտասարդ Լևոն Կարապետ Պալչյանը պատկերացում չուներ, թե ինչպիսի ճակատագիր է վիճակված իրեն։ Նա նոր էր ավարտել վարժարանի առևտրական ճյուղը եւ պատրաստվում էր իր ուժերը չափել որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Արդեն վարժարանում սովորելու տարիներին պատանի Լևոն Կարապետը զուգահեռաբար հաճախում էր հայոց լեզվի եւ գրականության դասընթացներին։ Պատկառանքը ազգային ավանդույթների ու հայոց լեզվի հանդեպ այնքան ուժեղ էր Պալչյանների ընտանիքում, որ անկախ ընդհանուր կրթությանը հատկացվող սևեռուն ուշադրությունից պատանին պետք է պարտադիր յուրացներ մայրենի լեզուն եւ մշակույթը։ Այդ ասպարեզում ցուցաբերելով փայլուն արդյունքներ, արդեն 1929 թվականին Լևոն Կարապետը օգնական ուսուցչի եւ քարտուղարի պաշտոն է ստանձնում Բուխարեստի հայկական վարժարանում, միաժամանակ շարունակելով իր ուսումը։ 1931 թվականին նա ընդունվում է Բուխարեստի պետական համալսարանի գրականության եւ ֆիլիսոփայության ֆակուլտետը, մասնագիտություն ընտրելով մանկավարժությունը, հոգեբանությունն ու հասարակական գիտությունները։ Արդեն այդ շրջանում նա աչքի է ընկնում որպես Բուխարեստի հայ ուսանողների միության ակտիվ անդամներից մեկը։ Ու նույնիսկ համալսարանական տարիներին, հաշվի չառնելով ծրագրի գերծ հանրաբեռնվածությունն ու ժամանակի սղությունը, նա զուգահեռաբար շարունակում է հայրենի ուսումնառությունը, հաճախելով պոլսահայ մտավորական պալունու գրաբարի դասընթացներին։
Ապագա մանկավարժի ու մտավորականի կյանքը կարծես արդեն ուրվագծված էր։ Անկասկած նա երևելի հաջողություններ պիտի ունենար գիտական դասախոսական ասպարեզում եւ մեծ հարգանք ու ճանաչում վայելեր թե ռումին մտավորականության եւ թե Բուխարեստաբնակ հայ համայնքի շրջանում։ Սակայն նախախնամությունը բոլորովին այլուղի էր պատրաստել նրա համար։ Վերելք, որ նույնքան պատասխանատու էր ու դժվարին, որքան բարձր էր ու վեհանձն։ Իր կյանքի այդ կտրուկ շրջադարձի համար նա պարտական էր նախ եւ առաջ մորը, ով կաթի հետ էր նրան սնուցել խոնարհությունն ու պատկառանքը հայոց առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ, ապա նաև հոգևոր այն այրերին, որոնց հետ առնչությունը երիտասարդի հոգու մեջ ստվերեց հետաքրքրությունը աշխարհական կյանքի նկատմամբ ու բացեց աչքերը աստվածային լույսին ընդառաջ։ Լինելով հասարակական գործիչ, լինելով մանկավարժ, Լևոն Կարապետ-Պալչյանը բնականաբար չէր կարող իր այդ կյանքի ժամանակահատվածում չառնչվել եկեղեցական կյանքին, որովհետև մանավանդ Սփյուռքի պարագային եկեղեցին կենդանության աղբյուրն է, ոչ միայն հոգևոր կյանքի, այլև հայկականության ընդհանրապես։ Եվ ինչպես Վեհափար Հայրապետն է վկայում, նա բավականին մտերմիկ հարաբերության մեջ էր ռումինահայոց թեմի առաջնորդ գերաշնոր Հուսիկ arczepiskopos Զոհրաբյանի հետ։ Եվ ինչպես ինքն է վկայում, նրա հետ մտերմությունն էր, որ հիմքը հանդիսացավ այն կարևորագույն վճռի ընդունման, համաձայն որի թողեց աշխարհիկ կյանքը, թողեց որդիական իր պարտականությունը հանդեպ ծնողը սերնդագործելու առումով եւ ընդունեց հոգեվորականի այդ ծանր, բայց քաղցր լուծը։ Երբ 1942-ին նրա մտերիմ բարեկամն ու հոգեհայրը ռումինահայերի առաջնորդ գերաշնորհ Տեր Հուսիկ arczepiskopos Զոհրաբյանը վախճանվեց ու թեմական աթոռը մնաց թափուր, Բուխարեստի հայ համայնքը հայտնեց համալսարանավարտ երիտասարդ ուսուցիչ Լևոն Կարապետ-Պալչյանին, որ հենց իրեն է ուզում տեսնել առաջնորդական աթոռին։ Նրա հայանպաստ գործունեությունը, բազում առաքինությունները եւ արժանինքները այլընտրանք չէին թողնում ամենքին։ Վիճակը գծված էր։ Եվ 35-ամյա երիտասարդը խոնարհվեց ճակատագրի առջև։ Բնականաբար մարդու կյանքում, երբ նա որոշում է իր անձը նվիրաբերել եկեղեցուն բոլորանվեր կերպով եւ մանավանդ այդ նվիրումը կատարվում է այնպիսի մի տարիքում, երբ նրա հոգին այլևս կազմավորվել է եւ նրա գիտակցությունը բարձրագույն աստիճանին է կանգնած, դա միանշանակ աստվածային այդ կոչման արձագանքն է, որ առաջնորդում է մարդուն կատարելու այդ քայլը։ Աստծո կամքով եւ ժողովրդի ընտրությամբ 1943 թվականի սեպտեմբերի 30-ին Լևոն Կարապետ-Պալչյանը Աթենքում Տուրղուդի ֆիքսի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցում Հունաստանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Կարապետ arczepiskopos Մազլումյանի ձեռամբ ձեռնադրվում է կուսակրոն քահանա, վերանվանվելով Վազգեն Աբեղա։ 40-օրյա պահեցողության շրջանից հետո նոյեմբերի 28-ին նա Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում ծովացավալ բազմության առջև իր անձանիկ պատարակն էր մատուցում։ Նույն օրը թեմական падգամավորական ժողովը նրան միաձայն ընտրում է թեմի առաջնորդական տեղապահ։ Դեկտեմբերի 1-ին պետական հրովարտակով Ռումինիայի կառավարությունը հաստատում է այդ ընտրությունը։ Վազգեն Վարդապետ-Պալչյանը առաջնորդական տեղափոխության պաշտոնը ընդունեց հայ համայնքի եւ առասարակ Ռումինիայի համար ծայրահեղ դժվար մի ժամանակաշրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի աղետը հասել էր իր կիզակետին։ Ռումինիան եւս իր մասնակցությունն էր բերում այդ աշխարհամարտին, արելով հիտլերյան Գերմանիայի ղեկավարած դաշինքին։ Ստեղծված իրավիճակում հարկավոր էր ջանքեր գործադրել, ապահովելու համայնքը ռումինական ծայրահեղական իշխանությունների կողմից սպասվող հնարավոր ոտնձգություններից։ Ռասայական խտրականությունը ծաղկունք էր ապրում Եվրոպայում եւ հարկ էր ամեն կերպ հարթել ազգայնական հողի վրա ծագող հնարավոր հակասությունները հայերի եւ տեղացի ազգաբնակչության միջև։ Միևնույն ժամանակ չդարձնելով թեմական առաջնորդությունը պետական իշխանությունների հլու հնազանդ մի կառույց։ Ծայրահեղ զգուշություն եւ խուսանավում։ Ահա քաղաքական այն կրեդոն, որ ներդրեց թեմական առաջնորդության տեղապահ Վազգեն Պալչյանը ռումինական իշխանությունների հետ իր ունեցած հարաբերություններում, ինչպես ցույց տվեցին իրողությունները,
Դա ճիշտ ընտրություն էր, իմաստուն դիրքորոշում, որը հետագայում նա պիտի դարձյալ կիրառեր իր հայրապետության օրոք, այս անգամ արդեն հարաբերվելով խորհրդային իշխանությունների հետ։ Սակայն այն ժամանակ Ռումինիայում ստեղծված բարդագույն իրավիճակը չէր շեղում նրան հոգեուսուցչի, մանկավարժի, հոգևորականի ու պարզապես սրտացավ մարդու բուն պարտականություններից։ Նա ամրացնում էր իր համայնքը, նյութապես եւ բարոյապես օգնում անդամներին, հայասիրության ոգով կրթում էր հայորդիների մատաղ սերունդը եւ ձգտում ամեն կերպ պաշտպանել այն ժամանակի վնասաբեր ազդեցություններից, թե իր աշխարհական կյանքի տարիներին եւ թե առաջնորդական տեղապահության շրջանում։ Վազգեն վարդապետ Պալչյանի դրսևորած ծայրահեղ բարեգթությունն ու մարդասիրությունը համախմբել էին նրա շուրջ մարդկային ստվարզանգվածներ, ընդ որում նրանցից շատերը բնավ հայեր ու քրիստոնյաներ չէին։ Պիտի անդրադառնանք այն հանգամանքին նրա կենսագրության, որը ժամանակի ընթացքում հասկանալի պատճառներով շատ հաճախ չի բարձրաձայնվել, բայց նա իբրև հասարակական գործիչ, իբրև մի անձնավորություն, որ իրեն նվիրել էր արդարության եւ խաղաղության այդ վեհ գործին, ձեռք է մեկնել բազմաթիվ օտարազգիների, փրկելով նրանց այդ ֆաշիստական հարձակումների ժամանակ իմասնավորի հրեաներին, որը գուցե տարօրինակ թվա, բայց որևիցե տարօրինակություն չի կարող լինել այն հարցում, որ դա կատարել է մի անձնավորություն, ով կրթված է եղել հայկական բարեգթությամբ եւ այդ ամենը զարդարված է եղել քրիստոնեական ներողամտության եւ սիրո ոգով։ Հաշվի առնելով Վազգեն վարդապետ Պալչյանի ցուցաբերած արժանավոր վարքն ու գործը տեղապահության պաշտոնում 1948 թվականին Ռումինահայ թեմի падգամավորական ժողովը նրան ընտրում է առաջնորդ, իսկ Գևորգ 6-րդ ամենայն հայոց կաթողիկոսը նույն թվականին Էջմիածնի մայր տաճարում շնորհում է նրան ծայրագույնության աստիճան։ Ուղիղ 3 տարի անց 1951 թվականի հուլիսի 8-ին վեհափառը Ռումինահայ ազգային եկեղեցական իշխանությունների եւ ժողովրդի միաձայն վկայությամբ Վազգեն ծայրագույն վարդապետին օծում է եպիսկոպոս։ 1954 թվականին Գևորգ 6-րդ երջանկայի շատակ կաթողիկոսի թաղման տխուր առիթով Վազգեն Սրբազանը գլխավորում է Էջմիածին ժամանած Ռումինահայ թեմի падգամավորների խումբը։ Նույն թվականի հունիսին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսական ժողովում Վազգեն Սրբազանը ընտրվում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ Հասունանում էր կյանքի առաքելության վճռորոշ պահը։ Թերևս նա ինքը դեռ չգիտեր այդ մասին, քանզի ինչպես վկայում են փաստերը, Վազգեն Սրբազանը մինչև վերջին պահը հեռու էր հայրապետության գահի համար իր տեխնատությունը առաջադրելու մտքից։ Վեհապար հայրապետը իր գահակալության տարեդարձներից մեկի առիթով անդրադառնալով իր հայրապետական ընտրությանը մի դեպք է պատմել, համաձայն որի առավելս կողմնորոշվել է իր որոշումը տալու մեջ։ Ասում է, որ երբ հայրապետական ընտրություններն են մոտենում, երջանկահիշատակ Գևորգ 6-րդ հայրապետի վախճանումից հետո նրան այցելում են երկու անձնավորություններ, մեկը հայ, մեկը օտարական, եւ ներկայացնում են Սուրբ Էջմիածնում տիրող վիճակը եւ խնդրում են հանուն Հայաստանի կառավարության, որ Վազգեն եպիսկոպոս Պալչյանը առաջադրի իր տեխնացությունը։ Վեհապար հայրապետը ինչպես վկայում է, նա սկզբում կտրականապես մերժում է եւ չափազանց խիստ կարծիք է հայտնում Հայաստանում տիրող վիճակի մասին, բայց այդ պաշտոնյան, որ հայ էր, ասում է հայերեն, որպեսզի նրա հետ ներկա անձնավորությունը գուցե չհասկանա, թե ինչ է կատարվում, որ Հայաստանի կառավարությունը խիստ ամոթ է ապրում, խիստ կարմրում է Հայաստանի այն վիճակից, եկեղեցու այն վիճակից, որ առկա է այդ օրերին։ Եվ վեհապար հայրապետն ասում է, որ այդ պահին ինքը մի պահ հապաղում է, որովհետև չէր սպասում նման պատասխան, եւ այդ պատասխանը մեծապես նպաստում է, որ ինքը ընդունի որոշում մասնակցելու հայրապետական ընտրություններին եւ ընդունելու նախախնամության հրավերը դառնալու հայոց հայրապետ։
Վազգեն եպիսկոպոս Պալչյանը այլևս հասկացավ, որ ճակատագիրը անբեկանելիորեն նախապատրաստում է իրեն հայոց Սուրբ եկեղեցու հայրապետությունը ստանձնելու։ Ընդ որում կարելի է ենթադրել, որ մեկ այլ պարագայում նա գուցե կտրականապես հրաժարվեր կաթողիկոսական աթոռից, սակայն իբրև իր ժողովրդի տառապանքները կիսող հայորդի, իբրև իր սիրեցյալ եկեղեցու խոնարհ սպասավոր, վերջապես իբրև սրտացավ մարդ, նա չէր կարող հրաժարվել գահակալության տաժանակիր պարտավորությունից։ Հենց այդպես էր նա անցալում հայրապետության էությունը, քանզի պիտի ժառանգեր աննախանձելի վիճակում հայտնված հայոց հոգևոր հոտն ու ամայացած եկեղեցին։ Հրաժարվելը փոքրοκություն էր լինելու, ուստի նա արձագանքեց Աստծո կանչին եւ խոնարհեց ուսերը իր առաքելության խաչը կրելու համար։ «1955 թվականի օգտեմբերի 2-ին Կիրակի օրը Վեհաշուկ հանդիսությամբ մայր տաճարում կատարվում է նորընտիր հայրապետի կաթողիկոսական ձեռնադրությունն ու օծումը, թե քվեարկության եւ թե օծման արարողություններին մասնակից ուներկա անձանց հոգիները այդ օրերին համակել էր միևնույն կանխազգացումը, թե իրենք ներկա են ժողովրդի ու եկեղեցու կյանքում բեկում մտցնող կարևորագույն արարի։ Գուցե դա կանխազգացում չէր, այլ պարզապես սպասում եւ իղձերի գերագույն արտահայտություն, եւ այդ մարդիկ կարող էին լոկ ենթադրել, որ մեծ փոփոխություններ են լինելու առջևում, սակայն նրանց թվում կար մեկը, ով վստահ գիտեր այդ փոփոխությունների մասին, քանզի ինքն էր ծրագրում դրանք։ Արդեն հոկտեմբերի 8-ին ազգընտիր հայրապետը կատարում է Սրբալույս Միրոնի օրհնությունը, իսկ դեկտեմբերի 1-ին նա գրում է իր օրհնանքի անդրանիկ կոնդակը, որը միաժամանակ նրա ապագա գործողության եւ ծրագրի ամփոփ խտացումն էր։ Այդ կոնդակով այլևս Սուրբ Էջմիածնի համար սկիզբ առավ մի նոր դար, որը զարթոնք պիտի բերեր հայոց եկեղեցուն քրիստոնեական հավատքին։ Երբ ընտրվեց, պետք է ասել, որ նա այնքան հայտնի չէր, որովհետև այդ ժամանակ ինքը Ռումինիայի եւ Բուլղարիայի հոգևոր առաջնորդն էր, եւ այդ ընթացքում բնականաբար ոչ Սփյուռքը եւ ոչ էլ Մայրաթոռը իրեն այնքան շատ լավ չէին ճանաչում։ Եվ պատահական չէր, որ իր ընտրությունից հետո որոշ չար հոգիներ, հատկապես արտասահմանում, նույնիսկ ես հիշում եմ, որ խմբագրական գրվեց ամենայն հայոց անծանոթը վերնագրով։ Իհարկե սա շատ վիրավորական էր նորընտիր հայրապետի համար, բայց կարծեք, որովհետև ինքը իսկապես ուներ եվրոպական կրթություն եւ հոգեպես շատ հարուստ մի անձնավորություն էր եւ ինտելեկտուալ իմաստով էլ շատ բարձր, այդ բոլորը շատ փիլիսոփայական ձևով ընդունեց ինքը։ 1955 թվականի դրությամբ հայոց առաքելական Սուրբ եկեղեցին ու մասնավորապես նրա սիրտը հանդիսացող Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը աղետալի վիճակում էին։ Ճիշտ է, բուն բռնությունները արդեն մի քանի տարի էր ինչ դադարել էին, սակայն դրանց թողած սոսկալի հետևանքները հարթելու համար ամբողջ տասնամյակներ էին հարկավոր։ Ամեն ինչ սկսվել էր դեռ 20-ականներից, երբ հոգևորականությունը փաստացիորեն հայտնվել էր օրենքից դուրս կարգավիճակի մեջ։ Եկեղեցու սպասավորներին ծաղրում էին, ծեծի ենթարկում, վերջապես ուղարկում բռնադատյալների ճամբարներ կամ գնդակահարում։ Այդ գործընթացը ծայրակետին հասավ 30-ականներին։ Հայաստանի եւ հարակից խորհրդային հանրապետությունների տարածքներում եղած հայկական թեմերի բնականոն կյանքը խաթարվեց։ Բանահամալիրներն ու ծխական եկեղեցիները դադարեցին գործելու ամայացան։ Էջմիածնի աթոռանիստը, թեև ձևականորեն դեռ պահպանում էր գոյությունն ու կարգավիճակը, այնուհանդերձ այն ամբողջությամբ մեկուսացված էր արտաքին աշխարհից եւ չուներ նույնիսկ սեփական կյանքը տնօրինելու եւ ոչ մի լծակ։ Բավական է նշել, որ երբեմնի մարդաշատ Մայրաթոռում այդ տարիներին ապրում եւ հոգեվոր ծառայություն էին մատուցում։ Մայր տաճարում ընդամենը մի քանի հոգեվոր սպասավորներ։
ամենաստոր ու սոսկալի հարվածը հայոց եկեղեցին կրեց 1938-ին, երբ Խորհրդային Միության ներքին գործերի ժողկոմատի հրահանգով Վեհրանի իր նստավայրում հենց աշխատասենյակի աթոռին, օրը ցերեկով, խեղդամահ արվեց ամենայն հայոց հայրապետ Խորեն առաջին Մուրադբեկյանը։ Դա աննախադեպ իրողություն էր, որը ցույց տվեց բռնատիրության իրական դեմքն ու նպատակները։ Հայոց եկեղեցին դատապարտված էր ոչնչացման, եւ այդ գործընթացն իրականացնելիս խորհրդային իշխանություններն այլևս չէին հրաժարվում նույնիսկ ամենախորշելի մեթոդներից։ Խորեն առաջինի սպանությունից հետո թևաթափ եղած հայ հոգևորականությունը ասես ընդհատակ մտած, սպասում էր դեպքերի հետագա զարգացմանը, այլևս զուրկ իշխանություններին ընդդիմանալու որևէ հնարավորությունից։ Ահա ինչպիսի վիճակում ժառանգեց հայոց 130-րդ կաթողիկոսը առաքելական Սուրբ եկեղեցու գահը։ Վազգեն Վեհափարը, իբրև իմաստագույն մտածող եւ եկեղեցու խնդիրներին գործնականում ծանոթ մարդ, հասկացավ, որ հարկավոր է շտապ եւ անհետաձգելի միջոցներ գործադրել իրավիճակը փրկելու համար։ Նախ եւ առաջ պետք էր զգուշավոր դիրքորոշում որդեգրել խորհրդային իշխանությունների նկատմամբ եւ օգտագործել Խրուշչովյան հալոց կոչված բարենպաստ իրադրությունը իշահ եկեղեցու։ Այդ տարիներին եւս կային ներքին արհեստական խոչընդոտներ, որոնք արգելակում էին եկեղեցու ամբողջական առաքելությունը։ Բայց այդ խոչընդոտների վերացումը կապվում է երջանկահիշատակ հայրապետի նախ անձնական այդ հմայքին, որ ուներ Վազգեն հայրապետը, եւ հետո նրա խորագիտությանը։ Հայոց հայրապետը կարողացավ ոսկե միջինը պահպանել եկեղեցու եւ պետության հարաբերություններում եւ առաջնորդվելով ավետարանական ճշմարտությամբ Աստծունը Աստծուն եւ կայսերը կայսեր, կարողացավ հայ եկեղեցին ոչ միայն պահպանել, ոչ միայն դուրս բերել այդ թմբիրից, այլև զարգացնել եւ դնել հիմքը եկեղեցու բարգավաճության։ Մյուս հրատապ խնդիրն էր Սուրբ Էջմիածնի հեղինակության վերականգնումն ու աշխարհասփյուռ հայոց թեմերի վրա կաթողիկոսության ազդեցության ուժեղացումը։ Հարկ էր նաև դաստիարակել, կրթել եւ ասպարեզ բերել հոգեվորականության նոր սերունդ։ Դա չափազանց դժվարին ու պատասխանատու գործ էր, հաշվի առնելով, որ հոգեվոր ժառանգականության բնականon գործընթացը խաթարված էր, քանզի խորհրդային բռնատիրությունը բառացիորեն ոչնչացրել էր հոգեվորականության ամբողջ մի սերունդ ու նոսրացել էր եկեղեցու սպասավորների շարքերը։ Սկսած 1955 թվականից, անմիջապես իր գահակալության օրվանից, Վազգեն Վեհափարը ծավալեց չափերով ու թափով աննախադեպ գործունեություն։ Նա նախաձեռնեց ամբողջ աշխարհում առաքելական Սուրբ եկեղեցու նոր թեմերի հիմնումը, ինչպիսիք էին Հնդկաստանինն ու Ծայրագույն Արևելքինը 1958-ին, Ավստրալիայինն ու Նոր Զելանդիայինը 1968-ին, Անգլիայինը 1974-ին, ապա Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի եւ Ուրուգվայի թեմերը 1984 թվականին։ Այդ գործընթացն ավելի լայն թափ պիտի առներ արդեն Հայաստանի անկախացման շրջանում, երբ Վեհափարի հայրապետական կոնդակով մեկը մյուսի հետևից բացվեցին Արցախի, Ուկրաինայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ հայոց եկեղեցու այլ թեմական առաջնորդարանները։ Ինքը պետք է նաեւ ինքնաճանաչման առումով արտասահմանը ճանաչեր եւ ինքը ճանաչեր արտասահմանը եւ արտասահմանը ճանաչեր իրեն։ Այս նկատառումով երկրորդ այցելությունը առաջին 1956-ին էր, որ նա Բեյրութ գնաց Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսության հարցերով, երկրորդ ուղևորությունը 1969-ին էր, որ պետք է այցելեր Միացյալ Նահանգներ, Կանադա, Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Ֆրանսիա եւ Պորտուգալիա։ Ես այդ օրերին իր գավազանակիրն էի եւ իր հետ եղել եմ այդ երկրներում եւ տեսել եմ, թե ինչ ընդունելություններ էին կազմակերպում այդ ապագա մեծագործ կաթողիկոսի պատմամբ ինչ հանդեսներ եւ ինչ բաներ էին տեղի ունենում։ Այդ երկրներից վերադառնալուց հետո ոչ միայն այդ գաղութները հարստացան ամենայն հայոց հայրապետի ներկայությամբ, այլ նաև հայոց հայրապետը այդ ընթացքում կարողացավ
այդ ամբողջ գաղութահայությանը ոտքի կանգնեցնել եւ դեմքով դեպի հայրենիք եւ Սուրբ Էջմիածին։ Այս ամենը մեծապես նպաստեց նաև վեհապարի այն առաքելության, որ Սփյուռքը պիտի կապվեր մայր հայրենիքին։ Հայոց հայրապետն այնքան խորագետ էր, որ կարողացավ հասկանալ խորհրդային իշխանությունների մի տեսակ ակնկալիքը եկեղեցուց։ Եվ այդ ակնկալիքը պատրվակ դարձրեց, որպեսզի Սփյուռքը կապի Սուրբ Էջմիածնի հետ, Սփյուռքը կապի հայրենիքի հետ, որ դրանով եկեղեցու առաքելությունը հայապահպանության շարունակի զարգացում ապրել եւ արդյունք արձանագրել։ Այսպիսով Վազգեն վահապարին ոչ միայն հաջողվեց աշխարհասփյուռ հայությանը առնել առաքելական եկեղեցու հովանու ներքո, այլև բուն եկեղեցին վերածել հզորագույն մի կառույցի, որը հետամուտ էր պաշտպանելու հայության շահերը աշխարհի ցանկացած ծայրում։ Արդեն 1962 թվականին վեհապարի նախաձեռնությամբ հայ եկեղեցին դառնում է եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ։ Նույն թվականի սեպտեմբերին Վազգեն առաջինի նախագահությամբ գումարվում է ազգային եկեղեցական ժողով, որի ընթացքում քննարկվում են տարաբնույթ խնդիրներ։ Մասնավորապես վեհապարը ներկայացնում է 7-ամյա իր գործունեության զեկույցը, ապա քննարկման է հանում հայ եկեղեցու կանոնագրքի մշակման եւ եկեղեցու միասնության ամրապնդման հարցերը։ Ժողովի ընթացքում տեղի են ունենում Գերագույն հոգևոր խորհրդի ընտրությունները եւ քննարկվում են Մայր Աթոռի առաջիկա շինարարական գործունեության ծրագրերը։ Ժողովի արդյունքները ցույց տվեցին, որ նոր կաթողիկոսի 7-ամյա գահակալությունը որակապես փոխել է իրավիճակն ու բեկում մտցրել հայոց եկեղեցու կյանքում։ Հոգևոր զարթոնքի սկիզբն ակնառու էր։ 1957 թվականի հունվարին շնորհիվ վեհապարոր Մայր Աթոռին է վերադարձվում Ալեքսանդր Մանթաշյանի միջոցներով կառուցված Վեհարանի այս շենքը։ Սա աննախադեպ իրողություն էր, եթե հաշվի առնենք, որ խորհրդային բռնապետությունը ոտնահարում էր եկեղեցու իրավունքները, ամենաստոր միջոցներով խլում ու մասնատում նրա ունեցվածքը։ Վազգեն վեհապարին հաջողվեց ոչ միայն կանգնեցնել այդ գործընթացը, այլ ըստ էության հայոց եկեղեցին դարձնել պահանջատեր։ Վեհապարի պահանջով եւ նրա անձնական վերահսկողության ներքո սկիզբ առավ եկեղեցապատկան նյութական արժեքների մասնակի վերադարձի գործընթացն ու հոգևոր կենտրոնների վերանորոգման ծրագիրը։ Ինքը նոր ծրագրեր կազմեց եւ այդ նոր ծրագրերը հիմնականում վերաբերում էին եկեղեցաշինության հարցերին։ Դրա համար հարկավոր էր ունենալ ճարտարապետների հանձնախումբ եւ իսկապես Հայաստանի լավագույն ճարտարապետներից կազմվեց մի հանձնախումբ, որը իր կողքին մշտապես աշխատում էր Հայաստանում գտնվող կարևոր տաճարները, որոնք կարիք ունեին առաջնահերթ եւ նաեւ այն տաճարները, որոնք պատմական մեծ արժեք էին ներկայացնում։ Իսկ Հայաստանում մեր բոլոր տաճարները կարելի ասել, որ այդպիսի արժեք էին ներկայացնում եւ միայն դրվեց առաջերտին սա, երկրորդը սա, երրորդը սա եւ այսպես շարունակաբար։ Վեհապար հոր հայրապետության տարիները հակառակ Սովետ միության ճնշիչ քաղաքականության բեղուն են եղել, ավելին նորին վեհապարությունն իր ճկուն գործելակերպով կարողացավ պահել հայ եկեղեցին իր բարձունքի վրա եւ վերականգնել նրա երբեմնի կորսված դիրքերը։ Հատկանշական է նրա գործունեությունը միջեկեղեցական հարաբերություններում։ Բազմաթիվ հանդիպումներն ու այցելությունները քույր եկեղեցիների առաջնորդների հետ եւ իհարկե նրա չդադարող ջանքերը ջերմացնելու հարաբերությունները Էջմիածնի եւ Անտիլասի աթոռների միջև։ Աշխարհին հուզող պատերազմական ծանր իրադարձությունների շրջանում միշտ կարելի էր աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող կոնֆերանսներում լսել խաղաղության եւ սիրո նրա ջերմ հորդորը։ Անխոնջ հայրապետը, լինելով հայ եկեղեցու առաջին դեմքը, այն աշխարհին ներկայացնելով բարձր որակով շարունակում էր մնալ նույն բարձության մեջ, պարտաճանաչորեն դասավանդելով հոգևոր ճեմարանի սաներին, վերջիններիս համար էլ հայ եկեղեցու առաջնորդ ու հայրապետը լինելու զատ, մնալով հայր եւ ուսուցիչ։ Բոլորը նրա մասին արտահայտվում են իբրև մի անձի, որից լույս էր ճառագում։ Եվ այդ լույսը նրա հոգու այդ ազնվության, սիրո արտահայտությունն էր։
եւ այս ամենը փաստվում է եւ անկասկած վիճակ է ստեղծում մանավանդ այն բանով, որ նա մանկավարժ էր եւ իր մանկավարժությունը փայլուն կերպով է իրականացրել եւ այդ ամենը արտահայտվել է նրանով, որ նրա աշակերտները միշտ ձգտել են լինել նրա հետ, միշտ ձգտել են առնչվել նրա հետ, որովհետև այդ մեծ տարիքում արդեն հայտնի է նրանցից շատերը իրենք էին դարձել մանկավարժ, գրող, դերասան, բայց միշտ ցանկանում էին կիսել վեհապար Հայրապետի ներկայությունը։ Մեկ բառով ասեմ, որ նա շատ ուղղակի մեծություն էր, բայց մարդկայնորեն երբ ուզենանք քննել իր խառնվածքը, իր բնավորությունը, իր մարդկանց հետ վերաբերմունքը, կարող եմ ասել, որ գերազանց մարդ էր, որի մասին ավետարանում մոտավորապես հետևյալը կա, որում ոչ մի չարություն չկար, ոչ մի նենգություն չկար։ Վախտանգովի թատրոնը Երևան եկել էր հյուրախաղերի եւ Հրաչիկ Ղապանյանը գիտեր, որ ես վեհապարի հետ կոնտակտներ ունեմ, հանդիպումների հնարավորություն ունեմ, խնդրեց, որ այդ վախտանգովցիներին տանեմ վեհապարի հետ հանդիպման։ Մոտ 10-12 հոգի, որոնցում եւ Եվգենի Սիմոնովն էր, Գրիցենկոն, Ուլյանովը, Գազիևը, այսինքն իրանց առաջնակարգ դերասանները միասին գնացինք վեհապարի մոտ։ Ուրեմն վեհարանում վեհապարի ընդունարանը առանձիններ եւ ընդերից մի մուտք կար, փոքրիկ երևի իր փոքր սենյակներ, որտեղ ինքը նստում էր։ Ընդունարանում սպասում ենք վեհապարի դուրս գալուն։ Ինձ մեծացեցին նստեք, մինչև հիմա ինքը գա ու ինձ հարցնում են, թե հիմա որ եկավ, ինչ պետք է անենք, ձեռքը պետք է համբուրենք, չհամբուրենք, սաղ էլ հետ են հարցնում։ Ու ինքը մտավ, բոլորին բարևեց, եկել աչքս ընկավ, տեսա որ հերթով բոլորը ձեռքը, ես առաջինը մոտեցա ձեռքը համբուրեցի, դե միշտ էլ ես համբուրում էի, տեսա որ բոլորը համբուրում են։ Ինքը մաքուր ռուսերենով հետները մոտ 1 ժամ զրույց արեց, խոսած Բախատի մասին, Վախտանգովի թատրոն ներկայացումների մասին, բոլորը ապշած են, թե այդքան ինքը ոնց է հասցրել նայել, Չեխովյան ներկայացումներ էր քննարկում բան, այսպես։ Եվ այդ էպիզոդը ավարտվեց, որ դուրս էին գալիս, աչքս ընկավ, որ բոլորը նորից ձեռքն են համբուրում, իսկ Գրիցենկոն ծունկի էլի չէ, ձեռքը բռնած համբուրում էր։ Այսինքն վեհապարը Աստծու տված ինչ-որ ոնց ասեմ, մագնետիզմ ուներ, որ մարդիկ անկախ իրենց ցանկությունից կամքից դրա բանով տարվում էին, ինքը ոչ հողածին էր ոնց որ թե էլի, աստվածային մի երևույթ էր։ Նա ամեն տեղ էր, չնայած ժամանակի սահմանափակությանը, մտահոգ էր եկեղեցաշինությամբ, էջմիածին ամսագրի եւ հոգեվոր գրականության հրատարակությամբ։ Իր խոսքն ու միտքը մշտապես սևեռված էին եկեղեցու միության, աշխարհի խաղաղության եւ քրիստոնեական եղբայրաբանության վրա։ Ընդ որում համամարտկային սիրո եւ հանդուրժողականության նրա կոչը ոչ միայն պարզապես ուղերձ էր, այլև անձնական վարքով ամրագրված համոզմունք։ Դեր Աստված, մինչև երբ պիտի մոռանաս մեզ, մինչև երբ քո երեսը պիտի թարքնես մեզանից, Աստված մեզ, նայիր մեզ և լսիր մեզ, և այս ամենը, ով Տեր, մեր որ մեղքի համար, «1988 թվականից սկսած Ղարաբաղյան շարժումն ու այնուհետև Հայաստանի անկախության գործընթացը նոր իրողություններ բերեցին հայոց եկեղեցու համար։ Ստեղծված իրավիճակում Մայրաթոռը ոչ միայն չէր կարողանում ասել մնալ քաղաքական հասարակական զարգացումներից, այլև պարտավոր էր վերցնել նախաձեռնությունն ու պահպանել ազգը ակնառու վտանգներից։
Եվ ինչպես սպասելի էր, հայոց հովվապետը հանձն առավ այդ դժվարին գործը, իմաստնաբար հորդորելով անկախության պայքարի առաջնորդներին ցուցաբերել ծայրահեղ զգուշավորություն ու հեռատեսություն։ Հայոց հայրապետը չէր կարող չողջունել իր ժողովրդի այն փափագը, համաձայն որի ցանկանում էին անկախություն ձեռք բերել եւ ինքնիշխանություն։ Բնականաբար հայոց հայրապետը լինելով այն անձը, որ իր հոգում կրում է հայ ժողովրդի ողջ պատմությունը եւ խորապես ընկալում է այդ պատմության ողբերգությունը, սկզբնական շրջանում, երբ սկսվեց համազգային շարժումը, հայոց հայրապետը խիստ վերապահ էր, բայց երբեք նա չէր արգելակում այդ շարժման ընթացքը։ Կարող ենք հիշել նրա հայտնի ելույթը հեռուստատեսությամբ, երբ նա ասաց, եթե ինձ չլսեք, ապա ես կանիծեմ իմ ճակատագիրը եւ հավետ կլռեմ։ Սա չէր նշանակում, որ հայրապետը սաստում էր իր ժողովրդին որևիցե քայլ չձեռնարկելու։ Սա պարզապես այն զգուշավորությունն էր, որ նրա անձի միջոցով դրսևորվում էր ժողովրդի կյանքում, որովհետև եկեղեցուց եւ հայոց հայրապետից զատ որևէ մեկը չի կարող այդ սթափության կոչը հնչեցնել։ Իրավի, այն, ինչն իրականում արեց Վազգեն Վեհափարը Ղարաբաղյան շարժման եւ ազատագրական պայքարի համար, գիտեն միայն քչերը։ Եվ տեղին չէ այստեղ լույս սփռել նրա գործունեության այդ էջի վրա։ Սակայն հարկ է միան ուշել, որ խաղաղությունը ջատագովող հոգևոր սպասավորներից զատ նրա հոգում ապրում էր նաև թափված արյան վաստակը գնահատող հայորդին, որպես ժողովրդականություն վայելող հեղինակություն, համազգային զարթոնքի փորձություններով լի տարիներին նա իմաստուն հորդորներով շրջահայաց գործողությունների է կոչել իր օդին, ամենայն կարեկցությամբ աջակցել բազմահազար հայ փախստականներին, գոտեպնդել արցախյան ազատամարտի զինվորներին։ Նրա հայրական օրհնությամբ կնքվեց Հայաստանի անկախության հանրաքվեի վավերագիրը։ Նրա հայրական օրհնությամբ իրենց առաքելությունը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը եւ խորհրդարանը։ Պատմությունը միայն ճակատամարտերի կամ հերոսների մասին չէ, որ գրվում են, այլ երբեմն իսկապես պատմության մեջ կան դեմքեր, որոնք լիարժեք կերպով կարողանում են իրենց ժամանակը հարուստ կերպով ապրել եւ բավական հետաքրքիր ժառանգություն թողնել հետնորդներին։ Ըստ իս Վազգեն առաջի հայրապետը մեր այն մեծություններից էր, որոնք Աստծո կամքով ընտրվեց եւ իր ամբողջ այդ կյանքը նվիրեց իր գործին։ Վազգեն Վեհափարը վախճանվեց 1994 թվականի օգոստոսի 18-ին, հինգշաբթի օր առավոտյան ժամը 7:15-ին հայրապետական իր առանձնատանը։ Մարդկության պարզունակ տրամաբանության տեսանկյունից 86 տարեկան մարդու վախճանը թեև ցավալի, բայց օրինաչափական երևույթ է։ Սակայն այդ նույն տրամաբանությունը չի ուզում հաշտվել օրինաչափության հետ, եթե աշխարհը լքում է հիրավի ռահվիրան։ Վազգեն Վեհափարը իր անձով այն սիրո թթխմորն էր, որ խմորում էր հայության զանգվածը, եւ պատահական չէ, որ նրա գերեզմանին փորագրվեցին այն խոսքերը ավետարանական, որ նա շատ հաճախ գործածում էր իր քարոզների մեջ եւ դարձրել էր իր կյանքի նշանաբանը՝ սեր ոչ երբեք անկանի։ Ես որ բնութագրելու իրավունք ունենամ, կբնութագրեմ, որ դա Աստծո ուղարկածներ այն ժամանակ հայ ժողովրդի համար։ Եվ երևի թե Աստված երբևիցե նորից նման մեկին կուղարկի մեր ժողովրդի այս վիճակից անելու համար։ Հայոց Վեհափար հայրապետների համար լուսավոր ճիգահը լոկ իշխանություն չէր, այլ փորձություն, մակարում եւ վերջապես յուրատեսակ մի Գողգոթա, ինչպես խաչված նազովրեցու հառաչանքը հաշտեցրեց երկինքն ու երկիրը, այնպես էլ հայրապետության գահականները տարապանքով հաստատուն պահեցին ժողովրդի ու սուրբ եկեղեցու միջև կնքված դաշինքը։
Հենց այդպես էր ընկալում Վազգեն Վեհափառը հայրապետությունը եւ անմնացորդ նվիրաբերեց իր կյանքը այդ դաշինքի ամրացման գործին։